Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Բլումբերգը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները ի դեպ չեն պատասխանել տեղեկության վերաբերյալ պարբերականի հարցմանը։ Ազգային ժողովը շարունակել է քննարկել Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Եզրափակիչ ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել երկրում սոցիալական վիճակի ոլորտային բարեփոխումների մասին։ Իրան փոփիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նախորդային Արցախյան բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը, խոսել ընդդիմության այն մեղադրանքի մասին, թե 2019 թվականին սեղանին դրված առաջարկը ընդունելու պարագայում հնարավոր կլիներ խուսափել պատերազմից։ Նիստից հետո տեղի է ունեցել նաև օրենսդիր գործադիր մարմինների միջև այս քառօրյայի վերջին հարցու պատասխանը, որի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախյան բանակցային գործընթացի 3 հրապարակված փաստաթղթերին։ Ռուբեն Ռուբինյանը նույնպես հերքել է ընդդիմության պնդումները, թե 2019 թվականին Արցախյան խնդրի կարգավորման նոր առաջարկ է ներկայացվել, որը Հայաստանը մերժել է։ Ազգային ժողովի փոխնախագահի ճեպազրույցը։ Երևանի սրտում երևանցիներն ու հյուրերը մասնակցել են ամենասպասված հեքիաթային մթնոլորտով լի ամանորյա տոնավաճառին։ Ամանորյա կախարդանքը իրականություն է դարձել Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Բլումբերգը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Նշվում է, որ կվերացվի Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը, հարթելով Կովկասում առևտրի վերականգնման ճանապարհը։ Բարբերականը նշել է, որ Թուրքիան փակել է սահմանը 1993 թվականին ի նշան Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ պատերազմում դաշնակից Ադրբեջանի հետ համերաշխության։ Այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համատեղ խաղաղության հռչակագիր Հայաստանի եւ հարևան Ադրբեջանի առաջնորդների հետ ձգտելով վերջ դնել հակամարտությանը։ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություններն ի դեպ չեն պատասխանել տեղեկության վերաբերյալ պարբերականի հարցմանը։ Կառավարությունը որոշել է շարունակել ռազմարդյունաբերության զարգացման ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը 26-28 թվականների համար նախատեսված ավելի քան 150 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով Պաշտպանության նախարարությունը արդեն սկսել է նոր պայմանագրերի շուրջ քննարկումներ 30 ընկերությունների հետ։ Հայրապետյանը հիշեցրել է, որ առաջին եռամյա ծրագիրը 28 ընկերությունների հետ ավելի քան 171 միլիարդ դրամի պայմանագրերով դարձել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման կարևոր հիմք։ Ազգային ժողովը շարունակել է քննարկել 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Եզրափակիչ ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել, որ չնայած բյուջետային տարին դեռևս չի ավարտվել, բայց կանխատեսումներ կան 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով։ Գործադիրի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել երկրում սոցիալական վիճակի ոլորտային բարեփոխումների մասին։ 25 թվականի ավարտին ծրագրված 5.5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ։ Այս մասին խորհրդարանական հերթական նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ներկայացնելով 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակը ֆինանսների նախարարն ասաց. Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու եւ զարգանալու անչափելի ազատություն եւ հրաշալի հնարավորություններ։ Հաջորդիվ եզրափակիչ ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կառավարության աշխատանքը գնահատում է լավ։ Վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով եւ պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ մեզ նրբության վրա մեր բոլորի շադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։
Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը կատարել են։ 2024 թվականին արդեն Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 36.6%-ով։ Երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։ Իդեպ ես այսօր երբ որ պատրաստվում էի այս ելույթին, ես ջինի գործակցին նորից անդրադարձա եւ ին աչքը ծակեց հետեւյալ։ Ես ուզում եմ հասկանալ, այս ցուցանիշը պատմականորեն լավագույնն է Հայաստանի պատմության մեջ, թե չէ։ Եվ գիտեք ինչ պարզվեց։ Պարզվեց, որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար ջինի գործակցի որ թիվը լինի 2020 թվականը։ 2020 թվականը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ կոവിഡ്ի ճգնաժամի կառավարման մեծ ուղված բոլոր քննադատությունները պարզապես մտածածին են։ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատատեղերի ցուցանիշին, նշելով, որ այս տարի հոկտեմբերին ունեցել ենք գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատողների թվի բացարձակ ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810.074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը 223.895 կամ 38%-ով։ Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223.895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ըստ Փաշինյանի Հանրապետությունում աշխատավարձերի աճը երկնիշ է 20 եւ ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Միայն հոկտեմբերին վճարված եկամտային հարկը կազմել է 50 միլիարդ 690 միլիոն դրամ, որը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի է։ Իսկ այս թվերն ինչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Կառավարության ղեկավարը պարզաբանեց. Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուշադրություն դարձրեք 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով քաղաքացիներին այդ փողը ուղղակի տվել են քաղաքացիներին որոնք ընդ որում եթե նախորդող շրջանի համեմատում ենք թե եկամտային հարկի վերադարձի հիպոթեկի ծրագրի համեմատ վերադարձը աճը 9500%-ով աճ ա եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։ Ըստ Փաշինյանի անշարժ գույքի գործարքների թիվը եւս աճել է ավելի քան 64%-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-17-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդիր, բայց ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0.6% է, ինչը վկայում է, որ կառավարությունը շատ մոտ է ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր նախընտրական խոստումը կատարելուն։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Բայց ինչի կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն հետեւյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Խոսելով կենսաթոշակների մասին գործադիրի ղեկավարն ասաց, որ 2025 թվականի հունվարի 1-ից թոշակներն ու հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ավելանալու են։ Նրա խոսքով թոշակառուների համար տնտեսական աջակցության ծրագրեր պետք է ունենանք։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50
000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, ասաց Փաշինյանն ու հավելեց. բոլոր ուղղություններով մեր երկրի համար բացվել են նոր հեռանկարներ։ Ամփոփելով խոսքը վարչապետն ասաց, որ 2026-ը բուռն տարի է լինելու Հայաստանի համար։ Վարկյան անգամ կասկած չունեմ, որ ընտրություններին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, եզրափակեց Փաշինյանը։ Խորհրդանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության եւ պոզիտիվի հսկայական պաշարով եւ պիտի եւս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրան փոփիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև նախորդային Արցախյան բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը, նշելով, որ դրանից հետո կարելի է ավարտված համարել բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումները։ Փաշինյանը այնուամենայնիվ խոսել է ընդդիմության այն մեղադրանքի մասին, որ 2019 թվականին սեղանին դրված առաջարկը ընդունելու պարագայում հնարավոր կլիներ խուսափել պատերազմից։ Նա հիշեցրել է, այդ առաջարկը եղել է նաև իրենից առաջ։ Ես դες մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին, այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանսը եղել դուք չեք արել, բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի է։ 2019 թվականի Յակոբ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է, 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են, ել չեմ ասում, այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի Սամբյոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։
Նիստից հետո տեղի է ունեցել նաև օրենսդիր գործադիր մարմինների միջև այս քառօրյայի վերջին հարցու պատասխանը, որի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է արցախյան բանակցային գործընթացի 3 հրապարակված փաստաթղթերին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումների թեման այսուհետև փակ է։ Չկա գեթ մեկ նախադասություն, որը հրապարակված չլինի։ Ի հեճուկս այս առնչությամբ ընդդիմության տարատեսակ մեղադրանքներին ու մանիպուլյացիաներին, մասնավորապես, թե հայկական կողմին դեռևս 2019 թվականին ներկայացված է եղել առաջարկ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ խուսափել 2020 թվականի պատերազմից։ Եթե հիմա խորհրդանական հարգելի գործընկերները այս հատվածի պետքա հիմնավորեն, որ այս շատ լավ առաջարկ էր, այն լավ առաջարկ էր, ես ասում եմ, լավ առաջարկ էր, ուրեմն գնայիք լուծումների, ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ ա եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն դուք պետքա պատասխան տաք ժողովրդին, թե ինչի չեք գնացել լուծումների։ Իսկ եթե վատ առաջարկ ա եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ ա եղել։ Եվ հիմա ի վերջո նաև ամփոփելով ուզում եմ ասել 2019 թվի փաստաթուղթը ինքը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Ինքը ինձ չի ներկայացվել որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ, որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է «Мы президенты Ադրբեջանը и Արմենիի»։ Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Եվ այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ, իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան։ Այսուհանդերձ մեկ անգամ ևս անդրադառնալով արցախյան բանակցությունների վերաբերյալ նախորդին հրապարակված փաստաթղթերին, վարչապետը նշեց. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցի լուծման։ Հակառակը ամբողջ գործընթացը եղել է Հայաստանը թակարդի մեջ պահելու մասին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինելու շանս չունենա։ Թե հանրակրվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալու, թե տեղի չէր ունենալու։ Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում։ Չի կարող ունենալ որևէ սահմանափակում, այդ նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր եւ նախատեսված չլիներ։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում, արձանագրված ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքին եւ ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմը։ Եթե Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին այս ամենի վերաբերյալ ուղիղ եթերում բանավիճելու էր բազմիցս հրավիրում, ապա այժմ անգամ դրա կարիքը չի տեսնում։ Փաստաթղթերի հրապարակումից հետո բանավիճելու բան այլևս չկա, համոզված են նա։ Ու առհասարակ ըստ Փաշինյանի պետք է այլևս դադարել խոսել նախկին իշխանությունների մասին։ Նախկին ներկա խոսույթից հանրությունը արդեն ձանձրացել է։ Մենք տրվում ենք այդ սադրանքին, գալիս ենք ժամերով խոսում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախկին SSS ու արդեն բան չի մնացել, որ չասենք։ Այսինքն, եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Վարչապետը ընդգծեց իշխանությունը հիմա ռազմավարական բազմաթիվ այլ ասելիքներ ու անելիքներ ունի, ակնհայտ է ապացուցելու վրա կենտրոնանալու փոխարեն։ Հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել ու վերանորոգվել, սուբվենցիոն տարատեսակ ծրագրեր են իրականացվել, տնտեսության աճին են զարկ տվել։ Բացի այդ, կառավարության ռազմավարական ծրագրերի շարքում է նաև փոքր ավիացիայի զարգացումը, ինչը վարչապետը շատ է կարևորում։ Մենք ուսումնասիրում ենք եւ Սյունիքում, Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում օդանավակայաններ կան, Բերդ խոշորացված համայնքում եւ մենք նայում ենք թե ինչ հնարավորություններ կարող են այդտեղ լինել
եւ անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանեն եւ իրականացվում են տեխնիկական զննության փուլում։ Այս ընթացքում աշխատում են, որ միջև տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել եւ թռիչքները կշարունակվեն, որևէ խնդիր չկա, այսինքն տեխնիկական է հարցը։ Ու գիտեք, քանի որ նաեւ հիմա այս ընթացքում պետք է աշխատենք, որ կոմերցիոն հետաքրքրություն առաջանա թռիչքները, որովհետեւ միջև հիմա սուբսիդավորվող թռիչքներ են եւ նաեւ փորձենք այնպես անել, որ հոսքերը մեծանան, որ նաեւ կոմերցիոն հետաքրքրություն լինի։ Իդեպ սա 8-րդ գումարման ազգային ժողովի հերթական քարորիայի վերջին հարց ու պատասխաններ։ Ծիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հերքել է ընդդիմության պնդումները, թե 2019 թվականին Արցախյան խնդրի կարգավորման նոր առաջարկ է ներկայացվել, որը Հայաստանը մերժել է։ Նա նշել է, խոսքը ոչ թե նոր փաստաթղթի, այլ 2016-18 թվականների բանակցային փաթեթի սեղմագրի մասին է։ Ռուբինյանը նաև հիշեցրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները ազգային ժողովում նրա կողմից 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահին հղված նամակը, որում ներկայացված դիրքորոշումները ըստ նրա հակասում են ընդդիմության ներկայիս պնդումներին։ Ես հերքում եմ ընդդիմության պնդումը, որ 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր առաջարկներ են ներկայացվել եւ որ մենք դրանք մերժել ենք։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 2019-ի փաստաթուղթը, որը ինքնին ոչ թե անկախ փաստաթուղթ է, այլ 2016 թվականի եւ ընդհանրապես ինչ եմ ասում 2016, որտեղ որ կարդաք տեսնեք, որ շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից։ Բայց այսպես ասենք, 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն այն ինչ կար այդ պահի դրությամբ։ Եվ մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Հետևաբար ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ եւ առավել եւս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ։ Անդրադառնալով ընդդիմության այն թեզին, թե կարելի էր շարունակել բանակցել ու խուսափել պատերազմից, Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց 2018 թվականի ապրիլի 17-ին ազգային ժողովի ամբիոնում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը։ Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակացել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Իսկ ինչու էր բանակցային գործընթացը հայտնվել փակուղում։ Ռուբինյանը նկատեց, որ վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական ծախսերի հարաբերակցությունն էականորեն փոխվել էր։ Դրան զուգընթաց փոխվել էին նաեւ Բաքվի պահանջները։ 1998 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեի հարաբերակցությունը 1.1 էր։ Այսինքն գրեթե ամբողջությամբ հավասար։ 2008 թվականին օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն այդ հարաբերակցությունը 1.5 էր, այսինքն արդեն Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեին գերազանցում էր առավել քան 5 անգամ։ Հայաստանի ներկա իշխանությունը նախկին ղեկավարներից ժառանգել է ռազմական բյուջեների զգալի տարբերություն։ Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին ղեկավարներին, ապա նրանց եւ մերձավորների ունեցվածքի աճը կտրուկ հակադրության մեջ է հասարակության ընդհանուր վիճակի հետ, նշեց Ռուբինյանը։ Եվ մյուս կողմից այս ամբողջ շրջանում տեղի ունեցել ինչ աճել է Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեի թիվը, ենթադրում եմ նաև ինչ ենթադրում եմ Սերժ Սարգսյանի օրինակ փեսայի ընտանեկան բյուջեն է ակնհայտ ակտիվ տեմպերով մեծ աճ գրանցել եւ սրան զուգահեռ բանակցային փաթեթում տեղի են ունեցել նախ ի սկզբանե բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու։ Ռուբեն Ռուբինյանը մանրամասն անդրադարձավ այն պնդումներին, թե 2019 թվականի տարբերակով իբր հստակ ամրագրված է եղել, որ Լաչինի եւ Խարվաճառի շրջանները պետք է մնան հայկական կողմի վերահսկողության ներքո։ Ազգային ժողովի փոխնախագահը հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակը, նշելով, որ հենց
բայց այդ նամակը փաստում է հակառակը։ Ինչ է ասում Սերժ Սարգսյանը։ Ինքը ասում է, որ սա լավ տարբերակ չի։ Ասում է, սա լավ տարբերակ չի։ Ինչի, որովհետև ինքը ասում է, այս տարբերակով հայկական կողմը անում է իրական ռեալ հողի վրա զիջումներ, զիջում է տարածքներ, Ադրբեջանը չի անում որևէ իրական զիջում։ Ազգային ժողովի փոխնախագահի գնահատմամբ այսօր ընդդիմության ներկայացուցիչները փորձում են վերջին առաջարկները միաժամանակ ներկայացնել եւ որպես շատ վատ, որի պատճառով Սերժ Սարգսյանը չի համաձայնել եւ որպես հանճարեղ հնարավորություն, որ այժմյան իշխանությունը չի ընդունել։ Բայց այդ դեպքում եթե այդքան լավ տարբերակ էր, ինչի դուք 2016-ին չեք ընդունել, եւ B, եթե այդքան վատ տարբերակներ, ինչի հիմա եք պնդում, ինչի եք մեզ ասում, ինչի չեք ընդունել դա։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Պրահա 2022 թվականի հռչակագիրը, որով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, չի փոխել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ այս փաստաթղթերի իրավաքաղաքական բնույթը նույնը չէ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չի։ Կամ այդ հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղապահ զորակազմը կանգնում է այնտեղ, քանի որ պարզ չի այն Ադրբեջանի մաս է թե ոչ։ Ասեմ ավելին, Ռուսաստանի Դաշնության նախագահը 2020 թվականի դեկտեմբերին ասել է, որ Լեռնային Ղարաբաղը եւ նրան շրջապատող 7 շրջանները եղել են եւ կան Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածք։ Հետևաբար 2022 թվականի Պրահայի հայտարարությունը նոյեմբերի 9-ի հայտարարության էության մեջ եւ առավել եւս ռուս խաղապահ զորակազմի ֆունկցիաների մեջ որևէ փոփոխություն չի մտցրել, զրոյական փոփոխություն է մտցրել։ Նրա խոսքով, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ձևավորված իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի մի հատվածում խաղաղապահների տեղակայումը չի կանխել 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունները եւ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։ Սա ըստ Ռուբինյանի ցույց է տալիս, թե այն մոտեցումը, որ նախկինում դիտարկվել է որպես լավագույն լուծում, գործնականում չի ապահովել երկարաժամկետ անվտանգություն։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ ԱՄՆ-ին Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանը հայտնել է մայրաթոռը։ Ըստ ներկայացված հիմնավորումների Թադե Քահանան վարկաբեկել է հայ եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ, մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարակներին ամենայն Հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատված կամայականորեն զեղչել է փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, ասված է մայրաթոռի տարածած հաղորդագրության մեջ։ Կաթը մարդու առաջին սնունդն է ծննդյան պահից։ Ինչու են շատերը հրաժարվում կենարար հեղուկից։ Մարիաննան արդեն տասնամյակներ ուսումնասիրում է շուկայի կարիքներն ու կատնամթերքի սիրահարներին փոխանցում բնության շռայլ բարիքները, խստորեն հետևելով լավագույն սպառողին սկզբունքին։ Հենց այդ սկզբունքով էլ կատնամթերքի տեսականին համալրվել է նոր արտադրատեսակով։ Կաթ առանց կաթնաշաքարի, նրանց համար, ովքեր ունեն լակտոզայի անհանդուրժողականության խնդիր։ Կաթ առանց լակտոզայի։ Առաջինը հայ արտադրողից։ Մարիաննա, վայելիր կաթի օգտակարությունն առանց անհանգստության։ Food Park by Downtown. Միշտ սպասում ենք քեզ։ Երևան City սուպերմարկետների ցանցնից 8 գործընկերների հետ մեկնարկում է նոր գովազդային վիճակախաղ, որի շրջանակներում խաղարկվելու է ուշադրություն, 80 էլեկտրոմոբիլ։ Ուղղությունը փոխում ենք դեպի Երևան City։ Երևան City, միացիր մեզ։
Շարունակում ենք թողարկումը Եկատերինբուրգի շրջանային դատարանը 2 ամսով կալանավորել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆայևին խարդախության մեղադրանքներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ ադրբեջանցու դեմ մի քանի բողոքներ են ներկայացվել, այդ թվում հայրենակիցներից, որոնցից մեկը պնդել է, թե ձերբակալվածը իրենից թանկարժեք մեքենա է գնել, սակայն գումարը չի վճարել։ Մուստաֆայևը Ուրալի ադրբեջանական համայնքը ղեկավարում է սեպտեմբերից, նրա նախորդը Ադրբեջան-Ուրալ կազմակերպության նախագահ Շահին Շիխիլսկին եւս գտնվում է կալանքի տակ ավելի քան 10 տարի առաջ կատարված սպանության եւ այլ հանցագործությունների հետևանքով։ Վերջինիս ձերբակալությունը ուղեկցվել էր բռնություններով, ինչը լարվածություն էր առաջացրել Մոսկվայի ու Բաքվի առանց այտել սրված հարաբերություններում։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ խոսակցությունն անցել է դրական մթնոլորտում, սակայն կողմերը չեն եկել վերջնական համաձայնությունների։ Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Եվրոպա, որտեղ կհանդիպեն Զելենսկուն։ Ըստ Ուշակովի Մոսկվան ստացել է եւս 4 փաստաթուղթ, որպես հավելում Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ինչ-որ բանի հետ կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների ծրագրի շրջանակներում, սակայն ինչ-որ բան ռուսական կողմի քննադատությունն է առաջացնում։ Կողմերը հայտարարել են, որ Ուկրաինայում կարգավորման հասնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամություն ունեն։ Միացյալ Նահանգներն այլևս ֆինանսապես ներգրաված չէ ուկրաինական ճգնաժամում եւ փորձում է վերջ դնել դրան։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում փորձում են հասկանալ, հնարավոր է արդյոք Ուկրաինայի հարցի կարգավորում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագիրը, նշել, որ 28 կետից մնացել է 20-ը, որոնք մշակվել են Ժնևում եւ վերջնականապես հաստատվել Ֆլորիդայում, բայց դեռ քննարկելու հարցեր կան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հույս էր հայտնել Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների հաջող ավարտից հետո հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։ Հեշտ լուծումներ չեն լինի, բայց կարևոր է, որ դրանք արդար լինեն, ընդգծել է նախագահը։ Նա նաեւ հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է, Կիևի համար առաջնահերթություն են անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումը։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ, բայց եթե Եվրոպան սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես հայտարարել է, եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի Ռուսաստանի Դաշնության հետ, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ոչ մեկը չի մնա բանակցելու։ Եվրոպան ինքն է դուրս եկել ուկրաինական կարգավորման գործընթացից, ասել է Պուտինն ու հավելել. Եվրոպացիները խաղաղության օրակարգ չունեն եւ խոչընդոտում են Միացյալ Նահանգների ջանքերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Մոսկվան կընդլայնի հարվածներն ուկրաինական նավահանգիստների եւ դրանց մոտեցող նավերի վրա։ Նա հավելել է. Ռուսաստանը կարող է կտրել Ուկրաինան ծովից, եթե Կիևը շարունակի ծովահենությունը ռուսական նավերի դեմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի իր կողմից ավարտված բոլոր պատերազմների համար։ Հիմա նրանք ասում են, եթե նա երբևէ ավարտի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, կստանա Նոբելյան խաղաղության մրցանակ։ Բայց ինչ կասեք մյուս 8 պատերազմների մասին։ Ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ յուրաքանչյուր ավարտված պատերազմի համար, բայց չեմ ուզում լինել ագահ, ասել է Թրամփը։ Թիմ Հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը, տեղաբաշխողը Freedom Broker Armenian է։ Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31.5% միլիոն դոլար եւ 1.4 միլիարդ դրամ։ Առաջին փուլի շրջանակում Թիմ Հոլդինգը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային պարտատոմսեր։ Թիմ Հոլդինգը շարունակելու է գործել երկարաժամկետ կայուն բիզնեսի սկզբունքներով, ավելացնելով ներդրողների համար հասանելի հնարավորությունները։ Թիմ Հոլդինգ ընկերությունը հայտարարում է անվանական արժեքտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով, ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։ Վերջին 5 տարիների ընթացքում մեր ընկերությունների խումբը բավականին արագ տեմպերով կարողացել է իր առաջ դրած խնդիրների լուծում տալ եւ զարգանալ։ Մենք մի շարք ոլորտներում ենք զարգանում, ոչ միայն տելեկոմում, այլև այլընտրանքային էներգիայի ոլորտում, էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում, լոգիստիկ ուղղությունների զարգացման ոլորտում,
եւ մի շարք այլ ոլորտներում նաեւ եւ գիտեք նաեւ Team Energy Charger-ները, այսինքն մեր ոլորտները շատ են, ընկերությունների խմբում կան 10-ից ավել ընկերություններ, որոնք կարիք ունեն ավելի արագ զարգացման տեմպեր ունենալու։ Այդ իսկ պատճառով մենք որոշում կայացրեցինք պարտատոմսերի թողարկում իրականացնել։ Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք, նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։ Վստահ եմ, սա շարունակական բնույթ է կրելու, որովհետեւ բիզնեսը միշտ կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, որպեսզի կարողանա այլ ավելի աճել։ Մենք տարբերվում ենք նրանով, որ մեր ընկերությունների խմբում նաև կան ընկերություններ, որոնք Հայաստանից դուրս են գործունեություն ծավալում, եւ սա շատ կարևորում է, եւ հենց այս դիվերսիֆիկացիայի պատճառով է, որ մենք կլինենք ավելի ստաբիլ եւ ավելի կայուն ընկերությունների խումբ։ Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31 միլիոն 500 հազար դոլար եւ 1.4 միլիարդ դրամ։ Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետեւյալ պայմաններով։ Դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100, արժեքտրոնի եկամտաբերությունը 9%, շրջանառության ժամկետը 48 ամիս։ Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1.4 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 դրամ։ Արժեքտրոնի եկամտաբերությունը 12%, շրջանառության ժամկետը կրկին 48 ամիս։ Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թվականի մարտի 3-ը։ Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը։ Այն ոլորտներում, որտեղ փորձում ենք ներգրավվել եւ փոփոխություններ իրականացնել, լինում ենք արագ, ագրեսիվ եւ միևնույն ժամանակ նորարարական։ Այստեղ կարևորում եմ նրանով, որ մենք ոլորտային այս պարտատոմսերը չենք ուղում մի ոլորտի, այսինքն ֆինանսները չեն գնալու մի ոլորտի, այս 3-4 ոլորտների եւ էներգիա խնայող ոլորտում ներդրումներ այսօր իրականացնելու ծավալից ելնելով կարծում եմ ինքա դիվերսիֆիկացիան բերում է հենց ռիսկերի իջացման։ Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանն էլ հավելում է. «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարևոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնումը։ Team Holding-ը մեծ կազմակերպություն է, որը բավական մեծ իմպակտ ունի հայկական տնտեսության մեջ, ու որոշեցինք, որ այս կազմակերպությունը ու տեղաբաշխումը բավական մեծ աճ կտա Հայաստան կապիտալ շուկայի զարգացմանը։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ Երևանի սրտում Seasons Park Station-ում երևանցիներն ու հյուրերը մասնակցել են ամենասպասված հեքիաթային մթնոլորտով լի ամանորյա տոնավաճառին։ Ամանորյա կախարդանքը իրականություն է դարձել Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։ Այս տարի Seasons այգին բացել է երևանյան ամենագունեղ ու բազմազան տոնավաճառի դռները ներկայանալով 38 տաղավարներով։ Տեստոնական բացումը նշանավորվել է քաղաքի առաջին տոնածառի լույսերի վարման հանդիսավոր արարողությամբ։ Պատրաստ եք վայելելու մեր տոնական ծրագիրը։ Ամանորյա հրաշքը վերադառնում է Երևան։ Քաղաքի սրտում Seasons Park Station-ում արդեն տոնական տրամադրություն է տիրում։ Երևանցիներն ու հյուրերը շտապում են Seasons այգի, որտեղ մեկնարկել է ամենասպասված հեքիաթային մթնոլորտով լի ամանորյա տոնավաճառը։ Իսկ այս ամանորյա կախարդանքը, ինչպես միշտ, իրականություն է դարձել Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ, որը 4 տարի շարունակ 45 օր տևողությամբ հրաշք է պարգևում քաղաքի բնակիչներին։ Seasons Park Station-ը մի հարթակ է, որտեղ հավաքվում են հայ արտադրողները։
Այստեղ դուք կգտնեք մեծ եւ միջին չափի, ինչպես նաեւ փոքր արտադրողների, որոնց հնարավորություն է ընձեռվել իրենց համեղ եւ գեղեցիկ պրոդուկտներով գալ եւ մեր հանրությանը ներկայացնել եւ նաեւ այս հեքիաթային տորը դարձնել ավելի համեղ ու գեղեցիկ։ Այս տարի Seasons այգին բացեց Երևանյան ամենագունեղ ու բազմազան տոնավաճառի դռները, ներկայանալով 38 տաղավարներով։ Այստեղ յուրաքանչյուրը, ինչպես փոքրիկները, այնպես էլ մեծահասակները կարող են գտնել իրենց հոգեհարազատ գույներն ու հետաքրքրությունները։ Տաղավարների շարքում առանձնանում է նաեւ Երեմյան ընկերությունների սրահը, որը ներկայացնում է նոր տարին յուրահատուկ դարձնող առաջարկներ։ Այստեղ ներկայացված են ինչպես սննդի, արդյունաբերության մեջ ներառված արտադրողներ, այնպես էլ արհեստագործներ, այնպես էլ այլ ոլորտներից ներկայացուցիչներ, որոնց հավասար պայմաններով հնարավորություն է տրված իրենց գեղեցիկ արտադրանքը ներկայացնել այստեղ եւ վայելել հեքիաթային միջավայրը։ Այստեղ ունենք մանկական տաղավարներ, ունենք այստեղ մեծերի համար նախատեսված հետաքրքիր ամանորյա գնումներ կատարելու համար հնարավորություններ։ Այս տարվա գլխավոր նորությունն է թեմատիկ լուծումը։ Seasons Park Station-ը վերածվել է հեքիաթային երկաթուղային կայարանի, որտեղ յուրաքանչյուր կանգառ ունի իր առաքելությունը՝ սիրո, երջանկության, ժպիտների, նվերների եւ այլ ջերմ զգացումների։ Այստեղ ամեն քայլափոխի ստեղծված է միջավայր, որտեղ թևածում են հիշողությունները, լուսանկարում են անզուգական պահեր եւ պարզապես վայելում են տոնի կախարդանքը։ Մեր մշակութային կենտրոնը հենց Խարբերդի մանկատան ներսում է գործում եւ ինչ որ տեսնում եք, պատրաստել են երեխաները, որոնք ունեն հատուկ կարիքներ եւ այսպես տոնական լավ տրամադրություն են փոխանցել, իրենք փորձել են ինչքան հնարավոր է այն սերն ու ջերմությունը, որ իրենք ունեն, փոխանցեն մարդկանց նմանատիպ աշխատանքների միջոցով։ Մոտ 150 վարպետների հետ ենք աշխատում, պահանջարկի հիմա շատ է իրականում, ավելի շատ գնահատում են ձեռագործ աշխատանքները, ավելի ուշադրություն դարձնում են դրանց թե բնական քարերին, թե ձեռքի աշխատանքներին, թե վարպետների տարբեր աշխատանքներին։ Սենց տարբերակներն էլ էլի ձեռագործ ու բավականին գնահատվում է, քան ստանդարտ ապրանքները։ Տոնական բացումը մեկնարկեց իսկական շոուով։ Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ը այցելուներին սպասում են վառ ու հետաքրքիր միջոցառումներ, իսկ բացման օրը լի էր անակնկալներով։ Բեմում էին Երգի պետական թատրոնը, ներկայացնելով Արթուր Գրիգորյանի լեգենդար ուրախ նոտաներ ինտերակտիվ մյուզիկլի նորացված տարբերակը։ Երաժշտական կախարդանքը շարունակեց By the Way Band-ը, ամանորյա հիթերի թարմ եւ ոգևորող կատարումներով։ Եկել եմ ընկերոջս հետ լավ ժամանակ անցկացնելու, ամանորյա տրամադրությունը վայելելու, այսպես ասած։ Ինձ համար ամանորյա տրամադրությունը ամենաշատը հենց այս այգում կա։ Ես տրամադրությունն եմ շատ հավանում, շատ հավես է։ Կարելի ասել Ալբերտի համար եմ եկել կոնկրետ ես այս տարի։ Ես էլ եմ շատ ուրախ, որ Ալբերտը ներկայացնում է Հայաստանը ու որ իմացել եմ Seasons-ի հյուրն է լինելու հատուկ հյուրը, շատ է ուրախացել անկեղծ։ Եվ իհարկե երեկոյի ամենահուզիչ պահը տոնածառի լույսերի վառումը։ Ձմռան առաջին օրը Seasons Park Station-ում նշանավորվեց քաղաքի ամանորյա առաջին տոնածառի լուսավորությամբ։ Հանդիսավոր արարողության հատուկ հյուրն էր մանկական Եվրատեսիլ 2025-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտը, որը ներկայացրեց իր արդեն բոլորի կողմից սիրված ստեղծագործությունը Brave Heart-ը։ Երգի հնչյունները օրն էլ ավելի խորհրդավոր ու հեքիաթային դարձրին, լի նոր հույսերով ու սպասումներով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։